Բարև ժողովուրդ ջան։ Այսօր էլի առանց մեկնաբանության ուզում եմ մի հատ վիդեո ցույց տամ ձեզ, ու շատ կարևոր վիդեո։ Այս վիդեոն այսօրվա կապակցության համար է, այսօր օգոստոսի 7-ն է, մի հատ վիդեո եմ ցույց տալու։ Դեմից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Edge-ի օգտատերին, որ սենց վիդեոներ է դնում ու շատ սիրուն ձևի է ներկայացնում, ձեզի հաջողություն եմ մաղթում, ձեր watermark-ը ինչա, ձեր անունը դրած կլինի, որ ժողովուրդը կարողանան follow անեն, հետևեն ձեզի եւ դառնան ձեր ֆանատը։ Կարին Էրզրում գործողությունը, հարձակում Անկարայի Էսամբողա միջազգային օդանավակայանի վրա։ 1982 թվականի օգոստոսի 7-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը իրագործեց ռազմական իր գործողությունների թզորագույնը։ Ասալային պատկանող Ղրիմյան հայրիկ Պիեր Գյուլումյան ազնասպանական ջոկատը հարձակում գործեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Էսամբողա միջազգային օդանավակայանի վրա։ 1980 թվականի սեպտեմբերից խունտայապետ Քենան Էնվերի գլխավորությամբ ռազմական հեղաշրջումով իշխանությանը դիրացած զինվորականները սարսափի իշխանություն էին ստեղծել ողջ Թուրքիայում։ Երկրում ամենուրեք, մանավանդ մայրաքաղաքի զգայուն կետերում, ակնառու էին բանակի եւ անվտանգության ուժերի ներկայությունը, իսկ մայրաքաղաքի օդանավակայանը, որ երկրի զարկերակն էր, գտնվում էր հատուկ ջոկատայինների հսկողության ներքո։ Ասալայի ազատամարտիկները կատաղի հարձակումից հետո հաջողեցին իրենց հսկողությունը հաստատել օդանավակայանի տրանզիտային բաժնի վրա։ Ջոկատի հրամանատար Զոհրաբ Սարգսյանը բանակցություններ էր վարում, պարտադրում իրենց պահանջների իրականացումը։ Բանակցությունների ընթացքում թուրքական հատուկ ջոկատայինները սադրիչ հարձակումներ գործեցին հայ ազատամարտիկների ուղղությամբ, որին Ասալայի զինյալները հակադարձեցին ամենայն աչալրջությամբ։ Փոխհրագծությունը տևել է 9 ժամ։ Հերոս Լևոն Էքմեջյանը ծանրորեն վիրավորվել է։ Գործողության ղեկավար հերոս Զոհրաբ Սարգսյանը պատերազմել է մինչև վերջին փամփուշտը, այնուհետև ձեռնարկումով պայթեցրել է իրեն եւ պատանդներին։ Միջազգային լրատվամիջոցները վկայակոչում էին, որ 9 ժամ տևած գործողությունն Ասալան անվանակոչել է Կարին, որն Արևմտյան Հայաստանի քաղաքներից է։ Թուրքական լրատվամիջոցների համաձայն Կարին գործողության ընթացքում սպանվել են 9 թուրք հատուկ ջոկատային, այդ թվում օդակայանի անվտանգության ուժերի պետը եւ Անկարայի ոստիկանական դպրոցի փոխտնօրենը։ Ասալայի հրապարակած հայտարարության համաձայն թուրքական կողմի զոհերի թիվը 22-ն է, իսկ վիրավորներինը 100։ Հայտարարության համաձայն թուրքական սադրիչ գործողության հետևանքով զոհվել են նաև 12 զբոսաշրջիկներ եւ քաղաքացիներ։ Լևոն Էքմեջյանն ամիսներ շարունակ դաժան չարչարանքների ենթարկվեց Անկարայի մակմակ բանտում։ 1983 թվականի հունվարի 29-ի բավարարության Էքմեջյանը կախաղան հանվեց։ Ասալայի Կարին հերոսական գործողությունը գալիս էր հայտարարելու, որ թեև Թուրքիան ցեղասպանության ոճիրով արմատախիլ է արել հայ ժողովրդին իր իսկ բնորանից, սակայն միջև արդարադատության վերջնական հաստատումը Թուրքիան շարունակելու է մնալ խոցելի թիրախ հայության դիմաց։ Հատկանշական է, որ հերոս Լևոն Էքմեջյանը Թուրքիայի պատմության վերջին մահավճիռը կրողն է եւ Ասալայի միակ ձերբակալված անդամը Թուրքիայում։ Ասալան օգոստոսի 7-ը ի հիշատակ իր հրաշագործ մարտիկների հերոս Զոհրաբ Սարգսյանի եւ Լևոն Էքմեջյանի անվանել է հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի նահատակների ոգեկոչման օր։